Բայ քերականական կարգերով ու հատկանիշներով ամենահարուստ խոսքի մասը, ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայի խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշն է կոչվում բայի մաս։ Բայերը մյուս խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ ունեն նաև ձևային ընդհանրություններ, այսինքն արդի գրական արևելահայերենի բոլոր բայերի ելակետային ձևերը, անորոշ դերբայական ձևերը վերջանում են -ալ մասնիկներով։ Բայի սահմանական եղանակ։ Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս ստույգ կերպով կատարվող, կատարված կամ կատարելի գործողություն կամ եղելություն։ Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս ստույգ գործողություն ոչ թե բացարձակ կերպով, այլ խոսողի ներկայացմամբ, այսինքն սահմանական եղանակով կարող են արտահայտվել նաև որպես գործողություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, բայց դա քերականության տեսակետից նշանակություն չունի։ Հայերենում բայի սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, որոնցից 6-ը բաղադրյալ են, մեկը պարզ։ Բաղադրյալ ժամանակաձևերը կազմվում են անկատար, ապակատար, վաղակատար ձևաբայերով ու օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերով։ Սահմանական եղանակի 7 ժամանակաձևերից մեկը անկատար ներկան մտնում է ներկա ժամանակի մեջ, մեկը ապակատար ներկան ապառնի ժամանակի մեջ, իսկ մնացած 5-ը վաղակատար ներկա, վաղակատար անցյալ, անկատար անցյալ, ապակատար անցյալ, անցյալ կատարյալ մտնում են անցյալ ժամանակի մեջ։ Անկատար ներկան ցույց է տալիս խոսելու պահին կատարվող գործողություն։ Անկատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն։ Ապակատար ներկան ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարելի գործողություն։ Ապակատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո կատարելի գործողություն։ Վաղակատար ներկան ցույց է տալիս ներկա մի ժամանակակետից առաջ կատարված, ավարտված գործողություն։ Վաղակատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ կատարված, ավարտված գործողություն։ Անցյալ կատարյալը ցույց է տալիս խոսելու պահից առաջ կատարված և ավարտված գործողություն։ Այն արտահայտում է մի անցյալ ժամանակակետում առանց որևէ տևականության կատարված, ավարտված գործողության իմաստ։